Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն չկա։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից մի քանի սուտ խոսած։ Ալիևը սուտ է խոսում միշտ, բայց Ալիևը ավտոկրատ է, տոտալիտար ռեժիմի ներկայացուցիչ։ Ալիևը չի կարող սուտ չխոսի, որտեղ Ալիևը եթե սուտ չխոսի, ինքը պետք է դուրս գա այդ պաշտոնից, գնա, որտեղ ինքը սկզբանե սուտ է խոսում, որ ինքը ընտրվել է, գնումից չի ընտրվել։ Ինքը իրան նշանակել է, բայց քանի որ իր ժողովուրդը օքեյ է դրա հետ, մենք բան չունենք ասել։ Ձեզ դուր է գալի, որ ձեզ տենց ոչխարի տեղ են պահում, այդ ձեր պրոբլեմն է։ Մեր հետ գործ չունենք։ Հիմա ինչ է անում Ալիևը, պարզ է։ Ես վաղուց ասել եմ, որ Փաշինյանին ոչ մեկ տարածաշրջանում չի հարգում։ Չեմ ուզում Փաշինյանին վիրավորեմ, ռացիոնալ մարդ եմ։ Ես նայում եմ, ես տեսնում եմ, եթե դու փորձում ես մեկի հետ խաղաղության պայմանագիր կնքես, պարաֆիկացնում եք, այդ թուղթը ստորագրում եք, քարտեզ եք բանալում, մարդ հասմացինք մի արա, դու մեկը շարունակում ես ասես նենց ոնց որ քեզ է հարմար, դու իրեն չես հարգում։ Ուղղակի։ Ու քանի որ ինքս ես չի հարգում, Փաշինյանն է տեղ անտեղի։ Լսում ես Փաշինյանի ճառը, ինքը շատ հաճախ սկզբից ասում է Ադրբեջանը, հետո Հայաստանը։ Ես չգիտեմ խի այդպես։ Ինքը տարածաշրջանը նկարագրելուց սկզբից Ադրբեջանը ասում, հետո Հայաստան։ Այդ ծեծված, արժանապատվությունը կորցրած, վախից չոքերը դողացող անձնավորության վարքը։ ՄԱԿ-ի, то есть համաշխարհային գլխավոր տրիբունայից կոշիկ սրբեցին քո վրա, Տրամպի վրա, Տրամպի ստորագրած թղթի վրա։ Դու վեր կացար ասցիր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ կա խաղաղություն, չկա խաղաղություն։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն ունի պատերազմի բացակայություն եւ փաստաթուղթ, որը նույնիսկ ստորագրելուց հետո, ինչպես ասում է, հենց քո արտգործնախարարը, դեռ ամեն ինչ որոշված չի։ Այդ մեկ, որտեղ մենք ունենք 240 կիլոմետր գրաված տարածք։ Սա մեկ, երկու, բազմաթիվ անգամներ բոլոր կողմերը բացառությամբ Հայաստանի դրան կոչում են Զանգեզուրի միջանցք, հետևաբար դրա պատասխանը պետք է լինի մի ոնց որ ասում եմ, ես միջանցքը սյունեմ, չկա տենց բան, ուրեմն կգնաք ձեր համար, այդ Զանգեզուրի միջանցքը միտեղ կստեղծեք, ինքներդ կանցնեք, ստեղով չեք անցնում, ուրեմն ինչքան կասեք Զանգեզուրի միջանցք, այդքան էս չի բացվելու, դա մեկ, երկու, այնինչ Ալիևը խոսում է Հայաստանի մասին և փորձում է պատասխանատվությունը գցի Հայաստանի վրա այդ 4 բաները, այդ մշտական ստերը, որ ինքը կապում է, դա ինքը պատրաստում է գալիք պատերազմի իրավական հիմք։ Այսինքն, ստեղ մենք այս պահին ունենք ոչ թե պատերազմի բացակայություն, մենք ունենք հրադադար, որը պայմանավորված է տարբեր բաներով։ Հիմա չգիտեմ, Տրամպն ասել, էսա ասել, սրա հետ են պայմանավորվել, նորմալ է, հիմա Իսրայելը խնդրել է, որ այդ թեման չլինի, որովհետև Տրամպին դժվար է, բան, ինչ ասես կարա լինի։ Բանակն է վերազինում, ասենք։ Հա, բանակն է վերազինում, փողեր է պատտվում, մեծ թվեր է ծախսում, բաներ անում։ Այսինքն խոսքը նրա մասին է, որ Ալիևը բացեի բաց շարունակում է մեղադրել Հայաստանը, զինվել, հայտարարել, որ այդ Զանգեզուրի միջանցքն է, այդ ամեն ինչը բան անել, Նիկոլ ասում է, որ գիտեք ինչ կա, խաղաղություն է, բայց խաղաղություն չի։ Ամբողջ աշխարհը պատրաստվում է պատերազմի, մեծ պատերազմի։ Ձեր դուրը գալիս է, ձեր դուրը չի գալի, դուք Մանդելա եք կարդացել, Դելլա Մանդե եք կարդացել, կապ չունի, դուք Կանֆուցիի համալսարան եք բացում, կապ չունի այդ ամեն ինչը։ Աշխարհը պատրաստվում է պատերազմի մեջտեղից հետ ճակ տաս պատերազմի մեջ ես լինելու։ Դու կարաս չպատրաստվես պատերազմի, եթե բացարձակ հիմար ես իհարկե, ասես որ խաղաղություն է, բայց հերթական անգամ կոտորվես։
Դու կարաս մնաս ԵԱՏՄ-ի կազմում, ձև անելով, որ դե գիտեք, եթե բան մենք հիմա եվրոպական ստանդարտները բան կանենք, հետո Եվրոպան մեզ կընդունի, չի ընդունի, ապա տենց չի լինում։ Եվրոպական ստանդարտների կիրառումը մինիմում 4-ից 6 միլիարդ եվրո է պահանջում, դրսի դու այդքան գումար չունես քո բյուջեում, չես գեներացնում, դու տակ ես տալի, դու պետք է Եվրոասոցիացմանը դիմես, այդ թուղթը ստանաս, այդ փողը իրանցից վերցնես, որ ռեֆորմներ անես։ Ոչ թե նստես դու ու քո 40 դախլչիներով, ավազակներով նստեք քամեք երկիրը, հետո թռնեք 2 ժամացույցով Մոնակոները ֆրֆռակ։ Հերթական անգամ։ Նիկոլ Փաշինյանը հանրապետականների ամենալավ գործը շարունակողն է։ Ինքը նախկին է։ Ինքը պատասխանատվություն չի կրում այս ամեն ինչի համար։ Ինքը ոչ պատասխանատու է, ոչ մեղավոր։ Ինքը ուղղակի անջատված մարդ է։ Լուրջ եմ ասում, անջատված է մարդը։ Ամբողջ աշխարհը Նիկոլ Փաշինյանի ճառը բացեք, նայեք, խնդրում եմ, ՄԱԿ-ի նիստերի դահլիճը նայեք։ Քանի հոգի կա դահլիճում։ Ռեֆերենտ քարտուղարների մակարդակով մարդիկ են նստած։ Ռեֆերենտ քարտուղարների մակարդակով։ Ոչ մեկ չկա։ Բոլորին է տենց, երևի, չգիտեմ։ Դե Ալիևինն էլ տենց ցույց տվեցին։ Հա, բոլորինն է տենց, բացի խոշոր խաղացողներից, բոլորինն է տենց։ Այո։ Բայց ռեֆերենտ քարտուղարների մակարդակով։ Այսինքն, նշանակում է մարդիկ են, ում էմոցիաները անջատած են։ Իրանք համապատասխան ԱԳՆ-ների կարող է հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են։ Իրանք պետք է զտած բան տաս, իրանք պետք է այդ բան անեն, խաղան անեն, յուրաքանչյուր ճառ ունեցողից ասենք մի 2 նախադասություն տան։ Ինչ են տվել Նիկոլ Փաշինյանի ճառից։ Ալիևը էլի Զանգեզուրի միջանցք է ասում։ Ալիևը ասում է Զանգեզուրի միջանցք, խաղաղություն կա։ Նիկոլը բացում է ճառը նրանից, որ ասում է մինչև ինձ բոլոր երկրի Հայաստանի ղեկավարները այստեղ խոսում էին Ղարաբաղյան կոնֆլիկտից, ես դրանից չեմ խոսա, հետո 10 րոպե խոսում է նրա մասին, որ Ալիևը խաղաղության իր փաստաթղթով գնացել է պետքարան, մաքրել է համապատասխան վայրը, շպրտել է այդ բանը, Տրամպի ճամփի վրա էլ թքած ունի, Զանգեզուրի միջանցքի վրա էլ թքած ունի, ինքը տենց նույն ձև շարունակում է։ Այսինքն ինչա փոխվել, ոչ մի բան։ Որ ռացիոնալ որ նայեք, ինչա փոխվել, ոչ մի բան։ Այնտեղ մարդիկ են նստած, ում դու պետք է տաս ծրագրային նույնություն։ Ալիևը տվել է, այդ ռեֆերենտ քարտուղարները չեն նայելու, այդ ՄԱԿ-ի 4 որոշումների ինչ էր այդ 92-94 թվականներին։ ՄԱԿ-ի շենքում մարդը ասում է 4 սատ եղել է Հայաստանից պարտադրել են որ դուրս գալ։ Դե Հայաստանը դուրս է եկել, հիմա ասում է խաղաղություն։ Չէ, եկել, պատերազմով։ Չէ, դե հիմա դուրս է եկել։ Հա, հիմա։ Հիմա չկա էլ է, կատարվել է ՄԱԿ-ի, հա ցենտրա ՄԱԿ-ը լավ է, վсё, իրանք այդ են ֆիքսելու գնան։ Ինչ ես եկել Նես բարություն որ հայկական պրեսկրիպտների համար են այդ հայտարարությունները։ Դե հայկական ժամանակի խմբագրական էր կարդում, էմոցիոնալ, գունավոր, փուչիկներով, վարդագույն այդ բաներով, արա վերջ տվեք, քաղաքական տեղ է, դու պետք է գնաս այնտեղ ռեֆերենտ քարտուղարներին բան տաս։ Ռուսաստանը ռազմական հանցագործ է, Ալիևը ռազմական հանցագործ է։ Մենք այնտեղ ունենք գերիներ, որոնց չի վերադարձրել, եկեղեցիները տրակացնում, բան անում։ Մենք համաձայնվել ենք խաղաղության, բայց այս հարցերը միշտ պետք է մնան կամ մենք համաձայնվել ենք խաղաղության, որովհետև իմաստ չենք տեսնում պատերազմի, բայց այս ճանապարհները եղբայր եկի կանգնել ես, ինչ ես խոսում։ Որտեղ է քո դիրքորոշումը, ախր դիրքորոշում չկա, նայում ես, լսում ես, փորձում ես, գտնես, լավ, հիմա մարդ եմ, դրսից էլ ինձ են հարցնում, ասում են ինչ կա Հայաստանը ինչով, հիմա ես ում ինչ ասեմ, մենք вообще ողնաշար կա այս երկրի, հա, երկրի ղեկավարությունը ողնաշար ունի, որտեղ է այն ցիցը, որին իրանք հենվում են, ու ասում են այստեղից են կողմ էլ չենք գնա։ Թրամփի, չէ, գուցե Թրամփի թուղթն է, որովհետև տեսեք ասում են Թրամփը մարազմացիկ է։ Սկզբունքին խախտում։ Տրամպի փաստաթուղթը խախտում է Սարել Ալիև Թրամփի ստորագրած թղթին։ Նորից ասեմ, Տրամպի փաստաթղթի վերջի կետում գրած է, որ այս թուղթը ոչ մի բանի մասին է։ Իրավական պատասխանատվություն չկա, իրավաբանական պատասխանատվություն չկա, ոչ մի միջազգային պայմանագրի հետ կապ չկա, ոչ մի ֆինանսական պարտականություն չկա, ոչինչ չկա այդ թղթի մեջ։ Այդ թուղթը ոչինչի մասին է։ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է, որ Տրամպի ընտրված ինչ-որ ու իր երևի ընտրված ինչ-որ բան, որը ես տեսնում եմ որպես կոռուպցիոն գործարք։
ինչ որ մի ընկերություն գալու է, ինչ որ մի կառուցվածքային ենթակառուցվածքներ բանանի, հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները ըստ պաշտոնական բաների 145 միլիոն հատկացրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների ինչ որ Պասադենայում գտնվող ինչ որ մի ընկերությանը, որ այդ ընկերությունը նստի թուղթ գրի Տրամպի բանի մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ամերիկայի Միացյալ Նահանգների կորպորացիային, Կալիֆոռնիայի Պասադենա քաղաքում իրենց գլխավոր գրասենյակը, որը երբևիցե երկաթգծերով չի զբաղվել, մասնավորապես իրանք Ավստրալիայի իրենց գրասենյակը ամենահզորն է, որ զբաղվում է, չգիտեմ, քարածուխ, նավթ, քամու էներգետիկա, սենց բաներով է զբաղվում այդ ընկերությունը։ Okay, 145 միլիոն իրանք բան արեցին, հիմա քանի որ 50-50-ի է, հիմա Հայաստանը, պետք է ինչ-որ մի տեղից 145 միլիոն ճարի, որ պարիցետը պահի, կարակ բացատրեք, այդ ծախսի ու դարդի իմաստը որն է, որ էլ մի հատ էլ այդ մենք պետք է սարքենք, Սյունիքը սարքենք տանկային վտանգավոր ուղղություն, սարերը կտրենք, լեռները տրաքացնենք, Ադրբեջանին ամեն ինչ հարմարացնենք, որ հիմա չէ 20 տարի հետո դնի գրավի, իսկ դու երբևիցե չկարողանաս, որովհետև մարդիկ ոչ թե ասում են մենք մեր երկաթգիծը Սյունիքով կառուցենք, այլ մարդիկ ասում են, որ մենք բան անենք, երասխից, բան յանի, սուտ, բայց լավ, յանի ընդեղով պետք է գնան, ոչ թե Նախիջևանի բեռը պետք է գա մտնի Գյումրի, որ դու այդ պարիցետը պահես, որ երկաթգծի բեռները գա քեզանով գնա այնտեղ, չէ, իրանք իրանց ճանապարհը կսարքեն հեսա, Կարսից, երկաթգիծը կմտնեն Նախիջևան, ու դու կմնաս իրանց հույսին, իրանք քեզ թույլ կտան, կամ ամբողջական այդ բանը կանեն, կասեն զբաղված է, մի կալիա է, մի գիծ է, չենք կարա քեզ տողենք, մենք 10 հատ գնացք, վտանգը ասեմ, դուք երբևիցե այդ երկաթգծով մեղրի մի փամփուշտ չեք տանի։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ իրան նվիրել է Մանդելայի կոշիկները սրբելուն, իր այդ Մանդելա վիճակներով սուտ խաղաղություն, բայց չէ, այտենց չի լինում, Սյունիքը պետք է զինվի, անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը խաղաղությանը հավատում է թե ոչ, ՔՊ-ն ոնց է դրան վերաբերվում, խաղաղության խաշմեռուկ է թե մեռուկ չի, Սյունիքը պետք է զինվի, եթե դուք երկաթգիծը տալիս եք, մնում եք իրանց հույսին, դուք չեք կարողանալու զենք զինամթերք տանեք, դեպաբար Սյունիքով դու քո երկաթգիծը պետք է գցես, այ որ դու քոնը մեկը պետք է գցես, որտեվ չկա ուրիշ տարբերակ, մեկը պետք է գցես, ինչ ես սարքում եք